Միացեք հարազատներս, բարի երեկո բոլորին։ Ես կոչ եմ անում։ Բարի երեկո հարազատներս, հուսամ լավ եք, լարված ծանր օր եմ ունեցել, բայց միևնույն պահին ես իմ մտքերով, իմ քաղաքական հայացքներով միշտ կայուն եմ ու կայուն դիրքերի վրա կանգնած եմ իմ պետության ու պետականության կողքը։ Ըստ դրա անդրադառնամ այսօրվա առավոտվա իմ լայվին, ուղիղ եթերին, որը որ շատերին նեղացրեց, շատերին ցավացրեց, այսուհետև կոչ եմ անում բոլորին եւ զգուշացնում ամենամարդավարի եւ ամենաբարձր մակարդակի վրա հիմնված։ Եթե ես եթեր կանեմ, խնդրում եմ սաբաբներ մի ուղարկեք, քավոր սանիկ մի ուղարկեք, մանավանդ որ եթերի մեջ ես հլը որ այնքան կոռեկտ եմ եղել, որ անուններ չեմ հրապարակել եւ չեմ հրապարակել այն փաստերը, որոնք ինձ են տրամադրվում դպրոցներից, հիվանդանոցներից եւ այլ պետական կառույցներից։ Մի երկու կառույցի անուն էլ չասեմ, որպեսզի ծանր չտանեք։ Այս առաջինն ու վերջինն լինի։ Ինձ խառնեք իմ եթերների համար, ոչ իմ հետևորդներն են պատասխանատու, ոչ իմ պետությունն ու պետականությունն է պատասխանատու, ոչ էլ ընդհանրապես իմ ընտանիքի անդամները, ու ես ընդհանրապես ենթարկվելու չունեմ ոչ մեկին։ Այն ինչ որ անում եմ, ես անում եմ ի սրտե, իմ սրտի խորքից է գալի։ Եթե մտածում եք, որ այդ ամեն ինչը կեղծ է, ընդդիմադիր կողմ, ձեր ձևով շարժված կողմեր, կարաք մի հատ նահեք ձեր կողքը կանգնած մարդկանց, նրանց պահվածքին, նրանց վերուդիրքին, նրանց հայրենասիրական քայլերին, կարաք նայեք, որովհետև դուք ձեր թիմով հանդերձ նամանավանդ աշտարակում կանգնել եք բոլոր իշխանական կողմերի կողմը, բոլորի, Վանեցյանի կողքը կայնել եք, Դոդի կողքը կայնել եք, Սերժի կողքը կայնել եք, Քոչոյի կողքը կայնել եք, բոլորի կողքը կայնել եք, ի տարբերություն ձեզ, ես լավ որ մի տեղում դոմփում եմ, դեռ այդպես էլ կդոմփեմ, այդ նույն տեղում էլ կհանգչեմ խաղաղությամբ, ի տարբերություն ձեզ, բայց դուք նույն այդ թայֆով, ձեր այդ թայֆով կանգնել եք իմ թվարկած բոլոր պետական այրերի կողքը, բոլոր Քոչարյանի շտաբից ընկել էին ավտոյով իմ հետևից, Դոդի շտաբից ընկել էին ավտոյով իմ հետևից, որը որ աշտարակի կենտրոնական հյուրանոցի տակ էր, առաջվա հին հյուրանոցի, ու լիքը բաներ։ Եթե ես մի բան եմ ասում, գնացեք սիրելի աշտարակցիներ, սիրելի համագյուղացիներ, բավարարվեք նրանով, որ իմ մեջ մարդկային տեսակը ի տարբերություն ձեր ցուցաբերած վերաբերմունքի մի թեթև պահպանվում է, մի թեթև ձեր հանդեպ է մի թեթև, բայց օբշի շատ մեծ է հանուն իմ հետևորդների, հանուն իմ երկրի ապրող մարդկանց։ Անդրադառնամ դրան, աշխատեք, հիշեք, գիտակցեք, պատկերացրեք, ոչ մեկ իմ բերանը չի կարենալու փագի։ Դարերի վեր իմ բերանը փագել հնարավոր չի էլ եղել շուրջ 40 տարի։ Իմ բերանի մեջ պենել փչեք, ես արտահայտվելու եմ նամանավանդ այն, ինչ որ վերաբերվում է իմ իշխանությանը։ Իմ իշխանությունը այս երկրի մար արած լիքը բաներ ունի 4 տարվա մեջ, 8 տարվա իշխանություն այլ է, պատերազմական կարգավիճակը հանում ես, դնում ես մի կողմ, պատերազմից զատ ընդամենը 3 տարի ու կես է կարգավորել, աշխատել որպես երկրի մար ինչ որ բան արե, ու այդ 3 տարվա մեջ այնքան բան արե, որ դու 36 տարվա մեջ չեք արե, ըստ դրա էլ իմ բերանը լեզու կա ու ես խոսում եմ։ Հիմա անդրադառնամ այն համակարգին, որը ուղղակիորեն բառից բուն իմաստով ծաղրի ու ծիծաղարկի առարկա է դառել։ Դուք նախ եւ առաջ ունես մի հատ ամբողով հարցակվեցիք իմ վրա, իմ առավոտվա եթերից, բռնած, որ ամբողջ այդ, չգիտեմ, պետական համակարգը, ոստիկանական համակարգը զանգեցու, եկավու, գնացու, ստուգեցու, չափեցու, ձևեցու, որովհետև լավ գիտեն ձեր բոլորի ընդդիմադիր կողմի արած գործողությունները։ Եթե դուք մտածում եք, որ հանգարց ու հանգարց ես ձեզանից պետքա վախենամ, տնից դուրս ու ներս չանեմ, չարաչար սխալվում եք։ Ես շատ պաչոտնի դուրս եմ եկել տնից, գնացել եմ գնումների, ընդեղից հետո ֆռացել եմ ամբողջ աշտարակում իմ եթերից հետո, գնացել եմ մի հատ լավ մեր դրոշն եմ նվեր ստացել,
նորից հետ եմ եկել իմ տուն, էլ չմանրանամ, թե որը որտեղից։ Հիմա անդրադառնամ Քոչարյանին, այսքանը ձեզ, եթե ես ասում եմ մանկապարտեզներում, եթե ես ասում եմ դպրոցներում, եթե ես ասում եմ հիվանդանոցներում, ես դա չեմ քնում, հետո արթնանում հետո երազի պես պատմում։ Ես դա ունեմ փաստացի ապացույցներով, թե ում ամուսինը ինչա թելադրում, կնոջը կինը ինչա թելադրում խոսքի սանատորիայում, ում կինը ինչա թելադրում աշտարակի ուսումնարանում, որը թամամ չի էլ գործում։ Ես հո չեմ մանրանում անուն ազգանուններով, դա էլի որոշ չափի հարգանքի նշանա ձեզ, որ ես այդքան չեմ մանրանում, ու ըստ դրա խնդրում եմ այս հարցին ընդհանրապես ոչ մեկին չխառնեք, երբ որ դուք բացել եք ձեր շտաբը, այդ անտիկվարների տեղատարափը ու աշտարակի ձորի աշխատողներից հետ բերել եք լցրել եք այդ շտաբներում, որ Թոմաս Շավեզյանի շվաքի տակ մեծացան, դուրումները ձորում կերան, հետո ուրացան։ Ես հո չեմ տալի ձեր երեսով, բայց դուք այն աստիճան ինձ մի հասցրեք, որ ես տամ ձեր կողքերը կանգնած մարդիկ, եզդու յուբկա հագած 15 փեշակ ունեցող համակարգ են, ձեզ պաշտպանող խամաճիկները, ձեր կառույցները ներկայացնողները Արագածոտնն մարզում եւ բոլոր այն մարզերում, որտեղ որ ներկայացնում են իմ ձևով շարժման գրասենյակները, դրանք հայտարարություն են, դա ձեր խնդիրն է, բայց ես հո իրավունք չունեմ կամ ձեզ ասեմ փագեք, դուք նման արտահայտություն արեցիք, մի արեք, չէ, ես դրա իրավունքը չունեմ, արեք, միշտ էլ դուք ձեր եթերներով, լրագրողներին տված ձեր հարցազրույցներով, թեպետ ես լրբանում եմ, ձեզ անդրադառնում եմ, բայց միևնույն պահին ես ձեզանից շնորհակալ եմ ձեզանից, ձեր խմբից, ձեր այդ անգրագետ լեքսիկոնով հանդես գալուց դուք այնքան մեծ օգուտ եք տալիս իմ այս դարերով ձեր կողմից տուժած երկրին, ժողովրդին, բարի երեկո աղբերս ու իշխանությանը, որ դուք չեք էլ պատկերացնի, ձեր անհիմն հայտարարություններով, ձեր տհաս մտածելակերպով, ձեր բուլկի Սամվելի եղբոր ապօրինի որդու անգրագետ հայտարարություններով, 10 դիպլոմ ունի, բացի վայնի բիլետից ամեն ինչ ունի, դե մնացածն էլ երևի պետական համակարգից օնլայն Քոչարյանը ուղարկել է արտերկիր, որովհետև նրա կրթվել է, որպեսզի կրթություն իմանա, հայկական բառապաշար իմանա, խոսելաձև իմանա։ Իսկ հիմա անդրադառնամ Քոչարյանին, այսօր Քոչարյանը ասવા, այսքանը ձեզ խնդրում եմ ինձ հունից չհանեք, հունից չհանեք, Արագածոտնն մարզում շտաբներ բացած ձեր ձևով շարժման ժողովուրդ ջան, մարդավարի ասում եմ, սաբաբներ, քավորներ, սանիկներ, ապօրինի բալայաններ իմ ուղությամբ, իմ տան ուղությամբ մի ուղարկեք, այդ գալացողն էլ փոշման կմնա դուք էլ, ես այսքանը ասեցի ձեզ պրծավ գնաց, էլ երկարացնելու թեմա չունեմ, ես ձեզ չեմ սպառնում, ուղարկի ասում եմ օրենքի սահմանում, կփոշմանեք, ես չլրբանամ, իմ լրբության աստիճանը չափ ու սահման չունի, դա բազմահազար անոց իմ հետևորդներն էլ գիտեն, իմ կողքի մի քանի թափթփուկ հարևաններ էլ հետը։ Ուրեմն անդրադառնամ Քոչարյանին, Քոչարյանը մտել է իր այդ ցիրկ ասված ամբոնից, ցիրկա ցույց տալի, ասում է, որ պետք է պատասխան տան մեր հարյուրավոր, հազարավոր ընկած երեխեքի ծնողներին եւ պետք է պատասխան տան մեր Արցախը հանձնածներին, կներես, ով է հանձնել Արցախը, ով է հանձնել Արցախը, ուզում եմ իմանամ, Արցախն էլ ես դու հանձնել, դիշովկա, ինձ երբեք ու երբեք հանգարց ու հանգարց իմ սիրելի մորկուրներ, հոպարներ, լավ աղբերներ, չասեք, դրանց մի հայոյեք, դուք թամաշա անողներն եք, ես մեջի քաշողն եմ, ես գիտեմ ում ինչ եմ ասում, ես ձեզ հարգում եմ, ես ձեր խոսքը գետնով չեմ տալի, բայց իմ կոկորտին է հասե ժողովուրդ ջան, հերիք եղավ, բոլ եղավ, սրանց պետք է թափ տաս, որ իրանց մեջ այդ դաշնագի հոգեբանության այդ թարախը գա թափի, ժողովուրդ ջան, այսօր Քոչարյանը տարբեր ամբիոններից ելույթ է ունենում, կներեք, Արցախը Նիկոլը հանձնեց, դարերի վեր երկիրը Նիկոլը ծախեց, Հայաստանը Նիկոլը խեղաթուրեց, Հայաստանը Նիկոլը պարքի դիմաց, գույք պարքի դիմաց պատնոսով մատուցեց Պուտինին զանգեց Նիկոլը, ասեց Ռուսաստանի Դաշնությունում, ինչքան հայ կա հավաքի ուղարկի Հայաստան,
ձայնը $3000 ու չգիտեմ ինչով, լսեք, Հայաստանի Հանրապետությունը դարերի վեր խեղաթուրվել ու խայտարակվել է դեռ Քոր Լևոնի ի հայտ եկած տարիներից, ու սրանք էլ Քոր Լևոնի սնուցած ծառի ճյուղերն են, սրանք են ավիրել, սրանք են ապականել մեր երկիրը։ Ես ինքս կայնած եմ իմ պետության ու իմ պետականության կողքին։ Եթե մարդիկ տարբեր գյուղերում, մարզերում, քաղաքներում կանգնում են տարբեր շտաբների կողքի, ուղղակի խամաջիկ պար են խաղում, թող այդ մարդիկ գիտակցեն։ Ես ընդամենը կայնած եմ իմ գործող իշխանության, ինձ հագեցնող, ինձ հիացնող իրանց աշխատանքով, իրանց գործնեությամբ, իրանց ներդրումներով, ամեն ինչով այս իշխանության կողքին, ու ես կոչ եմ անում երբեք ու երբեք, այսուհետև երբեք ու երբեք ոչ մեկ հանգարցակի իր մեջ իրավունք չվերապահի որոշելու ինձ լռեցնելու, ես լռելու չունեմ։ Իսկ ինչ մնում է եւս մեկ անգամ քեզ Քոչարյան, դու ռսի խառնուրդով քու մեջ ոչ թե Թուրքիա արունա, Թուրքիա արյան մեջ մի քանի տոկոս մակուր բակտերիաներ կլինեն, դու լրիվ ֆաշիստ ես, ֆաշիստ, դու սպիտակ թուրք ես, սպիտակ թուրքի տակ պարած դիշովկա ես, որ իմ երկիրը 36 տարի պարացրեցիր ի օգուտ քեզ, որ իմ երկրի սքաշաղախ ծնողի սուքը կրկնապատկեցիր ի օգուտ քեզ, ու դու այսօր կայնում ես տարբեր ամբիոններից քու բերած այդ ջարդոնի հետ, կանգնում ես կոչեր ես հղում, որ դու Հայաստանը փրկելու ես, դու Արցախը հետ ես բերելու, կներես, Արցախից մի հատ 4 ցախ բերեմ, մտցնեմ քամակդ, բերանովը թանեմ, ղախպի տղա, Արցախը քո ձեռից ով առավ, Արցախնով անտեսեց, Հայաստաննով քանդեց ավիրված Արցախը, եվրո ռեմոնտ արեց ու պատմոսով մատուցեց չերես Պուտին Ալիևին, դու Հայաստանի Հանրապետության դարերով եկած եռաբլուրը, ով թարմացրեց մեր անմեղ կոկոմ երեխեքի շիրիմներով, դու տականք, դու այսօր կանգնել ես ամենաբեզակալագիչսկի ղախպի տղի դեմքով, էլ չեմ կարում գոռամ անգամ, ղախպի տղի դեմքով ասում ես Արցախը տվեցին, հարյուրավոր զինվորների ծնողներ, քանի անգամ ես այդ զինվորների ծնողների դուռը բաց է, լրփի տղա, դու ու Սերժը, այդ պուպուլի դանկրած Սերժը, այդ ամփույթ սեքսից առաջացածը, այդ չգործող ուրոլոգը, այդում էր կանգնում եռաբլուր մեր երեխեքի գերեզմանի մոտ փոսերի, որ ցեխ էր, անձրև էր, մի հատ էլ չիպիզնակ վեցնոցի, չգիտեմ կամ ծեծմեն կամ վարցատրը երկու կապեկով գարդոն էր փռում, որ Սերժը կայներ իմ սրբացած տղերքի այդ հողի մոտ։ Այդ եք եղել դուք դարեր ի վեր, ինչքան խոսամ, ձեզանից կխոսացվի, բայց հերիք է լավ բոլ եղավ, դադարացրեք ձեր այդ անհիմն հայտարարությունները, դադարացրեք ՔՊ-ականների տների վրա հարձակվելը, դադարացրեք հասարակությանը քուչեքից բռնել, տանել իմ ձևով շարժման շտաբները, զաստավի տանել, որ դառնա շտաբի անդամ, դադարացրեք սովորական հասարակությանը մոտենալ ու ասել, եթե դու չընտրես իմ ձևով շարժմանը, տունդ կպայթասնեմ, ես կանեմ, այդ բռնի կոչերը դադարացրեք, անցելա ձեր բռնի կոչերով իշխանության գալը, անցելա ձեր սպանդով իշխանության գալը, անցելա Հայաստանի Հանրապետությունում գյուլլելու պրոցեսով իշխանության գալը, անցելա Հայաստանի Հանրապետությունում ընտրության ամենաթեժ պահին անջատել լուսերը ու լցել դարդակ թղթերը ի օգուտ ձեզ, հանել այն քվեարկությունները հակառակ թիմի, անցելա, հասկացեք, անցավ, գնաց, տեսել ես Բրունզիկի կինոն ասում է, արդեն երգում է, մի երգեք այդ հին երգերը, անցելա դրանց դարաշրջանը, գլուխս տրաքում է ուղարկի, դուք այնքան անգրագետ եք, որ հլընտրությանը 3 ամիս կա, բայց դուք դեռ 9 ամիս առաջ սկսել եք ձեր քարոզարշավը, ուղիղ 9 ամիս է սկսել եք 9 ամիս շուտ սկսել եք ձեր քարոզարշավը, ու ինչքան դեբիլ լեքսիկոն ունեք, պատմոսով մատուցում եք ոչ թե ժողովրդին, այն դեբիլ Շարասյանը, ովքեր որ ձեր հետևից գնում են ու գալիս են, պարզա, ովքեր որ ձեր հետևից գնում են ու գալիս են, ես ձեր բոլորին կոչ եմ անում, կոմայից արթնացեք, ես իմ լայվերը միշտ անելու եմ ժողովուրդ ջան, իմ եթերները չի դադարելու, դուք երևի մի պա առթից օգտվեցիք, որ պատերազմից հետո մի տեսակ հանդարտվեց ամեն ինչ, պատերազմից հետո
այդ անդառնալի սուքն էր մեր մեջ, մենք չենք խոսում, այդ ցավը մեր սրտին, մեր բերանը չէր բացվում, դուք մտածեցիք մենք երես ենք թքե մեր պետությունից, մեր պետականությունից, ոչ, չարաչար սխալվում եք, ժողովուրդ ջան, ձեզ պարզ ասում եմ, գրում են փակ էջերով, fake էջերով, փակ համարներով, կոսպեկտավորում են, որ գլուխդ ենք պոկելու, կոսպեկտավորված լեկցիաներ են ուղարկում, որ գիտես ինչ կա, 3 ամիս հետո ինչ ես անելու, որտեղ իմ պետությունն ու պետականությունը ընդեղ էլ ես, հավերժ ես իմ հողու ջրի մեջ եմ, իմ տան մեջ եմ, ու խորհուրդ կտամ հեռու մնաք, երբեք կրակի հետ հաղթանեք, երբեք չշփոթեք, ինչ շտաբներ կբացեք, նախկին շտաբներից ինչ միմոսներ ու խամբաջիներ կբերեք, կպարացնեք ձեր այդ սոսրած շտաբներում, նարկոշներ ու պլանքաշներ, դա ձեր խնդիրն է, դա ձեր լեքսիկոնն է, դա ձեր մակարդակն է, ես ձեր բոլորին, աշտարակի բոլոր շտաբներում տեսել եմ, բոլորին, դեռ եթե 8 տարի վարչապետն է, 10 տարի էլ էս աշտարակի քաղաքապետն է, մի 6 ամսվա տարբերությամբ, երբ որ աշտարակի քաղաքապետը մտավ քաղաքական դաշտ, ես այդ օրվանից իր հետ մտա քաղաքականության մեջ, քաղաքական դաշտում հայտնվեցի, երբ որ ես իմ բուկլետն էի բաժանում, ժողովրդի հետ էի շփվում, քիչ-քիչ սենց հոգով, սրտով, ոչ թե միայն մարմնով, ֆիզիկապես մտա այս քաղաքականության մեջ, եւ ես այդ օրվանից տղամարդու պոռնիկ տեսակը տեսա, պոռնիկ տեսակը հոգով, ես տղամարդու պոռնիկ տեսակ չէի զգացել, ես տեսա այդ պոռնիկաբանական ինստիտուտը, որ վազում էր աշտարակի քաղաքապետի հետևից, որը քաղաքը խոզանոց էր, սարքես դրախտ, թեպետելի քլնգում են այդ մարդուն, ես տեսա դրանց, ես առավոտը տեսնում էի մեր հետ այդ մարկանց, իրիկվա հովին տեսնում էի Դոդի Գագոյի շտաբում, հետո տեսնում էի պարոն Վանեցյանի շտաբում, հետո տեսնում էի Քոչարյանի շտաբում, ու ես հասկացա, թե տղամարդու մեջ ինչքան պոռնիկաբանական հոգեբանություն կա, ես դա տեսել եմ, ժողովուրդ ջան, հիմա խնդիրը ո՞րն է, հիմա դուք այդ պոռնիկաբանական ֆապուտեքով հավաքվել եք բոլորդ միտեղ, խմեք ջրով ձեր կենացը, հալալ լինի այս երկրում ձեզ տրամադրած այդ հարամ աղու հացը, հալալ լինի, դուք հարամ աղու հաց ուտողներ եք, մնացածը ձեր խնդիրն է, բայց ինչ մնում է, որ դուք պետքա որոշեք, որ կարաք ինձ օնլայն կոսպեկտավորեք, հարազատների ուղարկեք, չգիտեմ, ոչ մի բան չեք կարենալու անեք, գնացեք, փառք տվեք Աստծուն, որ ես փաստացի ապացույցներով են ինչ որ տրամադրել են ինձ, չեմ տրամադրել, բայց եթե սրանից հետո փորձեք ինձունից անեք, դա կտպվի Հայաստանի Հանրապետության ՔՊ-ական բոլոր իմ ձևով շարժման այդ գրառումները ձեր հասցեին, որ ստացել եմ վիդեոյի տեսքով, տարբեր ոճերի, բոլորը կտարածվի Հայաստանի Հանրապետության մեջ գտնվող եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող բոլոր ՔՊ-ականների, ձեր ֆեյսբուքյան լեզվով ասեմ, էլի մեր լեզվով, ՔՊ-ական բոլոր բլոգերների էջում, դրա համար խուսափեք կրակի հետ խաղանելուց, ես բենզինի բակ եմ, բայց ձեր համար հələ չեմ տրակե, բայց եթե դուք հանգարց փորձեք իմ բերանը բացա, հանգարց փորձեք փեչի շշով խառնեք ինչ որ բան տակից, իմացեք ես կպայթեմ, ես կբացանեմ իմ բերանը, ձեր բոլորին ասում եմ, յան տված դիստանցիայով շարժվեք, անգամ ձեր շտաբներում 6 նոց ասած համակարգ ունենք, 6 նոց ասած, Արտաշատի շտաբում 6 նոց ունենք, շատ շտաբներում ունենք, կուզեք Արագածոտնն մարզում էլ բացահայտեմ որտեղ ունենք, պարս, անուն ազգանունով, չեմ ուզում այդ մարկանց տամփուրը, բոլոր տեղերում մարդիկ շատերը ասում է թաղմանը շատ մարդեր եք, սենց ասած կա, ասում է, հա, կեսը ցավակցող էր, կեսն էլ մասնակցող էր, հիմա ձեզ ոչ թե եկել են ցավակցելու, եկել են ուղղակիորեն մասնակցելու, ոչ թե եկել են ձեզ աջակցելու, ուղղակի եկել են մայաքերելու, ձեր մոտ մայեն արդեն համատալի, գյուղերում մարկանց մոտ, ձեր թիմի մարկանց մոտ ֆինանսական մեծ փոփոխություններ է նկատվում, մարդիկ այդ ամեն ինչը գիտակցում են, տեսանելի է, հասանելի է, ձեր նյութերից, որ ինձ տրամադրել էին, որ առավոտը մի աննշան բարձրաձայնեցի, այտենց ծանր տարակ ժողովուրդ ջան, ասեմ ձեզ, այդ նյութերը
Երեխեք, ոնց որ ուզում եք իմ եթերին միանաք, ես ձեզ միացել եմ։ Կարող եք ազատ արտահայտել։ Իմեջ բացա բոլոր իմ Facebook-յան ընկերների ես խնդիր ունեմ։ Ես այն ինչ որ առավոտյան խոսացել եմ, ես ուղղակի կոռեկտության մեջ ասացել։ Կոռեկտության մեջ ես չեմ բացել ոչ մի փակված։ Ես չեմ միացել ոչ մի բան։ Դուք դրանով էլ բավարարվեք։ Բայց ես ասեմ ձեզ, ուղարկել եմ պատկան մարմինների մի քանի նյութ։ Ու մեր պատկան մարմիններն ասեցին Ավագյան ջան, շատ շնորհակալ ենք, բայց սրանք մենք արդեն շատ վաղուց տեսել ենք։ Հենց որ ի տարբերություն ձեզ, ի տարբերություն ձեր վարած անգրագետ քաղաքականության ու իմ իշխանության վարած քաղաքականության, երբ որ բնակիչը պետական համակարգի աշխատողը, ուսուցիչը, դաստիարակը, բժշկուհին, սանիտարկեն, գլխավոր բժիշկը, խիրուրգը, ուրոլոգը, երաժշտական դպրոցի տնօրենը, նախկին քոչարյանական սաստավի ներկայիս ներկայացուցիչը, ինչ որ հակաբան անում էս իշխանության, էս պետության առաջ, էս Քոչարյանի պետությունը չի, որ հանի ու շպրտի, ոչ, նա պահմա, դարձիա բերեմ, թողմա հասունանա, տենա ինչ թույն ու ատելություն կա նրա հովանի տակ, նրա բարձր մռութի տակ, իմացաք, գնացեք ու բավարարվեք դրանով, որ մինչև այսօր առավոտվա եթերներիցս հետո ու երեկվա ձեր հասցեին ստացած նյութերից հետո պետական կառույցներում դեռ աշխատում եք ու կաշխատեք։ Մենք ձեր տեսակին ենք դարձի բերելու, որովհետև ուզենք չուզենք դուք մերն եք։ Այսքանը խորհուրդ կտամ, հեռու մնաք ժողովուրդ ինձանից։ Հեռու մնացեք, ձեզ պլոչիկով տղուտեղ չդնեք, երբ որ ձեր այդ կոսպեկտավորած անտիկվար քարոզարշավի վերջում, բացած շտաբների վերջում իշխանության մանդատ կստանաք, այն ժամանակ ես շատ լավ գիտեմ ձեզ, շատ լավ, որ դուք չեք գնալու ազգային ժողով, դուք հենց անցակ գալու եք Օշական, եթալու եք Արարատ, եթալու եք Մոսկվա, եթալու եք Թուրքիա, Հայաստանի Հանրապետության այն բլոգերների հետևից, ովքեր կանգնել են այս իշխանության կողքին, դուք վերացնելու եք Հայաստանի Հանրապետությունում զինվորի տարի ու կես ծառայելը, դուք դա վերացնելու եք, ապա մոնտաժելու եք այդ պրոցեսը, զինվորը ծառայելու է 3 տարի, եթե դուք գաք իշխանություն, դուք վերացնելու եք Թրամփի ուղին հենց նույն րոպեին, դուք վերացնելու եք Հայաստանի Հանրապետության ձեր տարիներին, ղեկավարած տարիներին 7000 դրամ թոշակ ստացող, ներկայիս պահին 48-50 դրամ թոշակ ստացողի թոշակը, դուք վնասելու եք ու վերացնելու եք Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես սարսափելի վիճակում գտնվող ծեր միայնակ թոշակառուների վիրահատությունը, անվճար դեղերը, դուք ամեն ինչ վերացնելու եք։ Ձայնս կորում է, ժողովուրդ ջան, դուք վերացնելու եք ամեն ինչ, դուք էլի վիճակի էլ չեմ հոպարս բարձր խոսալու, չես պատկերացնելու, բացարձակապես ամեն ինչ վերացնելու եք, դուք դրա համար եք գալի իշխանության, ձեզ իշխանությունից փող, եկամուտ պետք չէ, հա ձեր ես մարզերում գտնվող սոված շտաբի անգրագետ պլանքյաշներին աթոռա պետք, մերկու կապեք էլ գումար, բայց ձեզ ընդհանրապես մենակ աթոռնա պետք, մեկ էլ այդ մանդատը, որպեսզի նորից իշխեք, դուք սովորեք դարերի վեր իշխելու, բայց դուք այդ իշխանությանը չեք գալու, ձեզ աջակցող թիմը խայտառակված, խեղաթուրված, ապականված թիմը, բարի երեկո Ռոման ջան, ապականված, դուք Հայաստանի Հանրապետությունում ձեր եսը կորցրել եք, դուք Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես խոսալու, արտահայտվելու, ձեր արտահայտվածը ինչ-որ մեկի աշկին, ականջին ոչ տեսանելի է, ոչ հասանելի է և ոչ էլ շոշափելի ու հաճելի է, դուք այնքան տհաճ եք, այնքան նողկանք առաջացնող համակարգ եք, ես որ ձեզ նայում եմ ու իմ տեսակ ժողովուրդը, որ ձեզ նայում է, իմ ժողովուրդը, իմ պետության կողքը կայնած ժողովուրդը, ձեր ճակատին գրած է Հայաստանը քանդողներ, Հայաստանը ապականողներ, Հայաստանը խեղաթուրողներ, Հայաստանը պատնոսով գույք պարտքի դիմաց Պուտինին նվիրաբերողներ, ժողովուրդ ջան, արդեն տարբեր տեղերից Պուտինը դրել է այս Սամվել Կոչեցյալի պես բարերարների վզին ու ասել է, եթե Հայաստանի Հանրապետությունում իշխանական հեղափոխություն չեղավ, դուք կթողեք ձեր բիզնեսները ու սիկտիր կլնեք Հայաստան, ժողովուրդ ջան, դրանք դրա համար են եկել Հայաստան, ժողովուրդ ջան,
ծառավը չէր կոտրել, որ գային Հայաստան, կարոտախեղ չէին ելնում, որ գային Հայաստան, Հայաստանի բարերար ասվածը Հայաստանից մենակ տարելա, քերելա, տարելա, ապականելա, Ռուսաստանում միլիոններա դիզել իր համար, Պուտինի բարձր հովանի ներքո, ու այսօր իրանց դեմ դրված է օրենք, որովհետև Փաշինյանը միակ ղեկավարն էր, որ Պուտինին պասլատ արեց, ժողովուրդ ջան, այդ պասլատ եղած կարգավիճակից էլ այսօր Պուտինը Սամվել Կարապետյանի, Դոն Դոդ Պիպոյի, Դոդի Գագոյի, չգիտեմ այտես մի քանի լեշ ջեպկիրներին ասելա, եթե դուք Հայաստանի Հանրապետությունում չկերտեցիք հեղափոխություն, որ կառավարական դաշտը ծառայի ի օգուտ ինձ ու Ռուսաստանին, դուք կթողեք ձեր բիզնեսները, կհավաքեք ձեր կիսաբավարարված կանանց, ձեր իմպոտենտ տղամարդկանց ու սիկտիր կլնեք Ռուսաստանի Դաշնությունից։ Հենց էս էլ Սամվել Կարապետյանի մեջ կեղծ հայրենասիրական քայլ է առաջացրել։ Կեղծ բարերարի պիտակը հագել է այդ շապիկը, եկել է Հայաստան ու սրբացավ աձևացել։ Կներեք ժողովուրդ ջան, գրագետ ու անգրագետ իմ հայրենակիցներ, անմակարդակ ու մակարդակով իմ հայրենակիցներ, տգետ շահի վազող իմ հայրենակիցներ, սրդացավ ու հայրենասեր իմ հայրենակիցներ, Բուրեր Սամվել Կարապետյանը դարերի վեր, այսօր մի օրն էլ մի ամբողջ կյանք արժի, որովհետև հանուն այդ կյանքի հազարավոր երեխեք գոնե մի օր ավել չապրեցին, Պարզ է, դրա համար այսօր մի օրը մի դար արժի, մի մեծ կյանք արժի, դարեր ու ի վեր, ուր են ձեր բարերարներն եղել, որը այսօր գնացել եք, կանգնել եք ու ծափ եք տալի, այ անքվեներ, այ անկնիկ, անպեչատ, այ օրավարձով խաչապուրի ուտողներ, ում եք ծափ տալիս, ձեր ծափ ու ծիծաղը կտրողներին եք ծափ տալիս, ձեր ընտանիքները քանդողին եք ծափ տալի, հայ զինվորին, հողին, ֆոսֆորին, կրակին, բայրակթարին խառնողին եք ծափ տալիս, ում եք ծափ տալի, Արցախը հիմնահատակ, վերնահատակ վարող ավիրողին եք ծափ տալիս, էլ ոնց ասեմ, գոռամ, ճվամ, քրֆեմ, լացեմ, աղաչեմ, ծամեմ դնեմ ձեր բերանը, ձեր տեղը կուլ տամ, եւ պտի գիտակցեք, եւ պտի հասկանաք, որ այդ հայվանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական վայրում, դաշտում էլ չի երևալու, Հայաստանի Հանրապետությունը դարերի վեր եղել է արոտավայր քու համար, այս սովաստավար դու եկել ես քրչի տեսքով, քրչոտ, բոմժ, կեղտոտ, մնջոտ ու արածել ես Հայաստանի Հանրապետության բոլոր պետական կառույցները, արածել ես դու ու գնացել ես կեղտոտել քու արածածը Պուտինի գիրկը, դու Պուտինի տակը սողացող, դու չկայացած տղամարդ ես, դու չկայացած սաստավ ես, քո ընտրազանգվածով հանդերձ, ինչքան ասեմ կասվի ձեզ, այսքանը ձեզ անգրագետներ, տհասներ, իսկ ինչ մնում է իմ հետևորդներին, շնորհակալ եմ ձեր հոգատարության, ձեր կամեցողության, ձեր ֆիզիկապես ամեն ձևի իմ կողքը կանգնելու համար, դուք ամեն ձևի կաք իմ կողքը, բոլորդ, ու միշտ հիշեք, ես ձեր կարիք ունեմ, ամեն հարցում, ես առանց ձեզ անզոր եմ պայքարել, որովհետև 18 թվից մինչև առեսօր ես այս թոհուբոհի մեջ եմ, ես այս պաժարի մեջ եմ, այս պաժարը չի հանգնեմ, այս պաժարի վրա ինչքան կարանք բենզին են ավելացնում ժողովուրդ ջան, այս կրակը մենք պետք է մարենք ազգովի, այս կրակը պետք է մարենք ազգովի, իսկ իրանց արած կրակի ծուխը, մեր տղերքի ծուխը, որ մնացել է մեր սրտի մեջ, դա երբեք չի մարվելու, ու դրանից Աստծուց առնելու եք դուք ձեր պատասխանը, ես դրա համար կոչ եմ անում, իմ ձևով ինչ-որ բան շարժողներին, ընդհանրապես աշխատեք իմ հասցեին չշարժվեք, իմ տան մոտ չշարժվեք, ես անտեսված չեմ, իմ բերանը ոչ մեկ լեզու չի դրել, բայց հիշեք, ես անտեսված չեմ, եթե ձեր թիկունքին կայնացա մարդասպան կիլլեր Սամվել Կարապետյանը իր զոմբիներով, պլանքաշներով, նարկոշներով, ուրեմն ասեմ ձեզ, իմ թիկունքին էլ կայնացա իմ Հայաստանը, իմ Հանրապետությունը, իմ կնիքը, իմ պեչատը, իմ դրոշը, իմ իշխանությունը ու կանգնածա, ու իմ ամբողջ պետական համակարգը, պարզ է, խորհուրդ կտամ լռեք, ավել պակաս չխոսեք, ինձնից հեռու մնացեք, իմ տնից էլ նույնպես, եթե ես ձեզանից ինչ-որ հարցում վախենայի, հիմա տեղափոխված կլնեի ստեից, կներեք դուք ինձանից վախեցեք իմ բառապաշարից, ոչ թե ձեր անհիմն հայտարարություններից չկայացած, դուք չկայացած սաստավ եք,
դուք չկայացած սաստավ եք։ Իսկ ինչ մնում աշտարակ քաղաքի տարբեր կառույցներում բացված շտաբներին, աշտարակը Արագածոտնն մարզը միակ մարզն է, Արագածոտնն մարզը աշտարակ քաղաքը միակ քաղաքն է, որ քաղաքական հայացքներ չունի, որ թեկնածուն ջեբը լիքը թեքվեց աշտարակ, նա մարդ պետք չի հավաքի, նրա կողքերը լիքն են։ Դուք փողի համար եք հավաքված այդ շտաբներում, ես այդ ամեն ինչը դարերի վեր տեսել եմ, ես այդ ամեն ինչի մեջով անցել եմ, ես այդ ամեն թողուբոհին մասնակցել եմ, ես հազարավոր շտաբներում եմ եղել, ես տեսել եմ ինչա կատարվում, այդ ձեր օրոք, իսկ ներկայիս պահին փախտամ ասում, այսքանը լավ մնացեք, բոլորիդ շատ սիրում, հարգում եմ ժողովուրդ ջան, բարի գիշեր։